Չունեք։ Խնդրեմ կենտրոն հեռուստաընկերություն։ Պարոն Օհանյան, եթե անդրադառնանք սահմանային կրակոցներին, վերջի շրջանում տեսել ենք, որ ադրբեջանական կողմը նորից կրակում է, անգամ տների տանիքներ էին վնասվել, հայկական կողմը չի արձագանքում, նախ այս որոշումը ինչպես է կարծում ճիշտ է, թե ոչ, մինչև երբ կարելի է համբերել, եւ ձեր կարծիքով հայ-ադրբեջանական բանակցությունները հիմա որ կետին են հասել, ձեզ համար հասկանալի է, թե ոչ։ Նախ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին կարելի է ասել նաև լարված է եւ արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից եւ բացի դրանից նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում, սա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա, դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը եւ հատկապես պաշտպանության նախարարությունը եւ պատասխանները պետք է համարժեք լինեն, գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ համարժեք պատասխաններ էր տալիս, բայց Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է, սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել ինչու չէ նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն եւ նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նաև այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Այսօր խորությամբ մենք չենք տիրապետում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստի ներքո, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ հռետորաբանությունը, ճնշումների հռետորաբանությունը չի պակասում, անընդհատ նոր պարտադրանքներ են, անընդհատ նոր ցանկություններ են իրենք ներկայացնում, բայց այն ինչ որ նաև տեսանելի է, որը որ տիրում է Բաքվում, շինծու դատավարությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նաեւ մնացած գերիների նկատմամբ Ադրբեջանը փորձում է իրենց ունեցած ձեռքի տակ տեղեկությունների շրջանակներում հիմք ստեղծել ոչ թե դատապարտել ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաեւ հայկական կողմին։ Այսինքն այսօր մենք այդ հարաբերություններում հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործ կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է մեղադրողի դերում եւ փորձում է մեղադրող կողմին, այսինքն հայկական կողմին դարձնել մեղադրյալ, ճնշումները շարունակել եւ մենք գտնում ենք պարզ մի դատավարության շրջանակներում, որտեղ որ հայկական կողմը նույնիսկ պատշաճ չունի, որովհետեւ դեմ առ դեմ է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, իսկ նրանք ինչ ցանկություններ ուզում են պարտադրանքների ներքո իրականացնում են։ 24 News, խնդրեմ։ Պարոն Օհանյան, երեկվա ձեր կողմից, ձեր խմբակցության կողմից նիստին չմասնակցել է շարքման առարկա դարձավ, ասում են, որ խմբակցությունը վախեցել է մասնակցել նիստին վեճից հետո, նաև Վահագն Ալեքսանյանն ասում էր, որ Լևոն Քոչարյանը սարսափում է գալ խորհրդարան, ինչու նման որոշում կայացրեցիք եւ շարքման առիթ տվեցիք եւ բացի այդ քիչ առաջ Բաբկեն Թունյանն ասում էր, որ 4 տարվա ընթացքում 1.5 միլիարդ դրամ եք ստացել աշխատավարձ եւ որն է այդ արդյունավետությունը, ինչու հաշվետվություն չի ներկայացվում։ Նաև այս հանգամանքին անդրադառնալով։ Նիստին չմասնակցելը մեր որոշումն է, բայց դրա հիմքում այն չէ, որ մենք վախեցել ենք, նույնիսկ հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սադրեց իրականությունը, եւ ես տեղից պատասխանեցի, որ դուք